Շնորհակալ եմ հարթակ տրամադրելու համար։ Ամենասկզբից ասեմ, որ ես հիմա անցնում եմ քրեական 3 գործով, դատարանով, որը որ հարուցվել է իմ վրա, որը որ իմ մեղքը ընդունում եմ, որևէ կերպ չեմ ուզում ինձ արդարացնել, ասել ես սենց եմ արել, իրանք սենց չէ։ Okay եմ օրենքի հետ, արել եմ, պետք է պատասխանատվություն կրեմ։ Բայց այդ ամենից մի կողմ, ասենք իմ անձի հետ նույն արարքներն է կատարվում ու մի անգամ չէ շարունակական այդ նույն հոդվածները, որը որ ինձ վրա է դրված, ու ասեմ ավելին, կատարում են մարդիկ, որը որ ես դիմում եմ օրենքին, մի տեսակ ոնց որ դիտավորություն իմ անձի նկատմամբ ես զգամ, որ որևէ գործ չեն հարուցում կամ դանդաղ են անում կամ ընդհանրապես չեն անում, որպեսզի ինձ դրդեն այլ քայլերի իմ տեսակը իմանալով, ես Ինչքան ժամանակ է գործը հարուցված է։ իմ հետ կապված արդեն շուտով կլինի 1 տարի։ Դատերը անդադ հետաձգվում են։ Ես դատարանել եմ դիմել, որ այս ամեն ինչը ոնց որ դիտվի իմ անձի հետ կապված դիտավորություն, քանի որ իմ անձը ժամանակ առ ժամանակ խոշտանգման է ենթարկվում, թե սոցիալական հարթակում, թե սոցիալական հարթակից դուրս։ Ուրեմն մարդիկ կան, որ իմ տեսակը իմանալով, որ ես շատ տաքարյուն եմ, որ ես հաշվի չեմ առնի, որ իմ վրա դատեր կա, եթե իմ երեխային են հայհոյում կամ վիրավորում, ես ամեն ինչի պատրաստ մարդ եմ։ Բայց բազմիցս դիմել եմ օրենքին, օրինակի իմ երեխայի հետ կապված մի հատ աղջիկ սոցիալական հարթակում, մի հատ տիկին Հասմիկ կա, իրան շատ վաղուց եմ ճանաչում, դիտավորություն արել իմ անձի նկատմամբ, եկել է մոլում նախապես պլանավորել, հետապնդել ինձ, իմանալով, որ երեխայի հետ եմ, եկել է սպառնալիքներ, վիրավորանքներ, հաշվի չառնելով, որ 3.5 տարեկան երեխաս հետս է, այդ ամեն ինչը կամերաները ֆիքսել են Մեգամոլի պարկինգում է դա կատարվել։ Ամենավերջին ձևի իմ երեխայի մոտ հայհոյանքներ, գոռալ, երեխայից վախեցնել, ես չեմ շահարկում անընդհատ իմ երեխան, որովհետև սոցիալական հարթակում կա մի մասա, որը որ ասում է երեխային զոհ է բանանում, որ ցույց տա, որ զոհ է, երեխայի պահով է էլի բանանում, որ իրան խղճան, տենց բան չկա։ Իրոք ինքը իմ երեխային պատճառել է հոգեկան ստրես, ամբողջ գիշեր իմ երեխան հելնում լացում է։ 1 ամսից ավել է գործ է հարուցվել տվյալ անձի շուրջ, ոչ մի բան չեն ձեռնարկել, ոչինչ, ես զանգում եմ քննիչին, քննիչը ասում է կկանչենք վաղը, մյուս օրը կկանչենք ու շարունակ իմ զանգերին չի պատասխանում։ Ես հասկանում եմ, որ չի կանչել քննիչը, որովհետև տվյալ անձը շարունակում է սոցիալական հարթակում վարքաբեկել իմ անձը։ 4-5 տարի առաջվա իմ վիդեոներն է տեղադրում, լսարան հավաքելու իր շուրջը, ասենք մի իր վիդեոն արդեն 300,000 դիտում է հավաքել, որ իմ 4-5 տարի առաջվա ուղիղ եթերների ժամանակ բառ առ բառ կտրտած մասեր, կոպիտ ասած պրովոկացիա է ենթարկում, 3-րդ անձի շնորհիվ իր մոտիկ ընկերուհու, որը որ Հայաստանում չի, ուրիշ երկրում է ապրում, ինքն է ուղղորդում, որ տվյալ անձը ամենավերջին ձևով իմ երեխային ինձ այն ամենասրբապիղ ձևերով վիրավորի, այն աստիճան, որ մարդուն դրդեն, որ մարդ գնա իրանց սպանի, այդ աստիճան իրանք ինձ դրդում են, ես էլի զսպված եմ ինձ պահում, փորձում եմ, բայց դե պահեր կա, էլ չեմ դիմանում, մարդ եմ, եթե երեխային է վերաբերվում։ Տվյալ անձը ինձ սոցիալական հարթակում եւ իր Facebook-յան հարթակում արդեն մոտ 1 տարի է իմ անձի շուրջ ատելության կոչեր է անում, վիդեոներ է հրապարակում, որի մասին քաջ տեղյակ է։ Ինչից է այդ ամենը սկիզբ առել։ Ես իրան ճանաչում եմ 15 տարի առաջ, ինքը ուներ մի հատ շատ փոքրիկ բուտիկ Տերյանի վրա, ես այն ժամանակ 19-20 տարեկան եմ եղել, գնում էի այդտեղից օգտվում էի։ Հետո մի հատ աղջկան իրան ծանոթացրեցի, ոնց որ ես երկրում չէի լինում, այդ տարիներին ես Բեյրութ էի շատ լինում։ Այդ աղջկան իր հետ ծանոթացնում, իրանք մտերմանում են, իրար հետ Թուրքիա են գնում գալիս, ինքը Թուրքիայից էր բերում իր շորերը այդ ժամանակ։ Հետո այդ աղջիկը Թուրքիայում ինչ-որ ամուսնանում է, իր հետ չի շփվում, պարտք է իրան մնում 180,000 դրամ, գնում է ոստիկանություն, Արաբկիրի բաժին, ինձ վրա է բողոք ներկայացնում, որ ինքն է բերել, իր ծանոթն է, պետք է այդ գումարը տա։ Ես այդ գումարը տալիս եմ, մինչև օրս ինքը այդ պատմությունը լրիվ հակառակ ձևի սոցիալական հարթակում ներկայացնում է։ Այն բանից հետո, որ ինքը դիմել է ոստիկանություն, շառով, շանտաժով, ինձանից է այդ գումարը ստացել, քանի որ մինչ օրս տվյալ աղջիկը Հայաստանի Հանրապետությունում չի ապրում։ Հետո իր մեքենան այրել են։
մեքենա այրելու մեջ է ինձ մեղադրում, անհիմն մեղադրանքներ։ Ես նորմալ եմ, ես եթե կապ ունենա, ինձ ոստիկանությունը կկանչեր։ Ես ինքս եմ գնացել տվյալ այդ քննչական, ասել եմ, այս աղջիկը ինձ մեղադրում է, գործը ձեզ մոտ է։ Դիմում եմ գրել պետին, իրանք նույնպես մինչ օրս ինձ չեն կանչել։ Ինչի համար ինձ դուր չի գալի այդ իր սուտ մեղադրանքը, քանի որ բացի իր մեքենայից, ոչ թե դուր չի գալի, այլ հաճելի չի այդ սոցիալական հարթակում նման զրպարտել, մեղադրել մարդուն, որ 1% անգամ կապ չունեմ։ Բացի իր մեքենայի կողքում կայանված են եղել 2 մեքենա, այդ երկուսն էլ են այրվել։ Կարող է այդ մեքենայի վարորդները, տերերը հասկանան, որ ես կապ ունեմ ու իրանք չեն բողոքել ոչ միտեղ, որ իրանք մեքենան այրվել, ու ինձ վնաս տան, ինքը վտանգում է իմ ամեն ինչը, հասկանում եք, վտանգում է, ես երեխա ունեմ։ Իրականությանը չհամապատասխանող զրպարտանքներ այդ տիկին Հասմիկը ներկայացնում։ Օրինակ, մի հատ օրինակ բերեմ, կարող եմ ձեզ էլ տրամադրել, կցեք այստեղ։ Ինքը ինձ անգամ մեղադրում է, որ ես իր Viber-ը ջարդել եմ իր երեխայի ձայնով, իր մորը մեսիջ եմ ուղարկել, որ տատիկ մաման մահացել է, ու դա դրել է համացանցում, լսում են, դա անհնար է, էլի հասկանում եք, անզեն աշկով նկատվում է, որ մարդը հոգեկան խնդիրներ ունի, ու ինքը փորձում է այսպես ազդել մեր հոգեկան աշխարհի վրա։ Մի քանի օր առաջ ես գնացել էի B4 Բանգլադեշ, ընկերուհուս տուն, ուղղակի Starbucks-ի սուրճ էր, զարմացել էի, որ Բանգլադեշում այդ սուրճից վաճառվում է։ Նկարել տեղադրել էի B4 ու հարցական նշաններ։ Այս աղջիկը սարսափի մեջ հելել է, էֆիրներ է բացում, բա երեխայից դպրոց է եկել, երեխայից սպառնացել է, ապացույցները կան, երեխաս վախեցել է։ Նման մեղադրանքներ։ Ու իմ ասած ինչ է, ես դիմել եմ իր կատարած հանցագործության համար, գործը հարուցվել է, երեխայից տուժող են ճանաչվել, ապացույցներով։ Մենք պարկինգից դուրս ենք գալիս, որ մեքենան նստենք, ինքը եկել է, մեքենայի կողքը 6 րոպե սպասել է իր մեքենայի մեջ, մինչև մենք գանք ու դուրս է եկել, հարձակվել, գոռալ, հայհոյանք, հաշվի չառնելով երեխայի հետ։ Բայց այս մարդը, այսպես ասած, ոտով գլխով հանցագործ է։ Իմ կարծիքով ինքը սոցիալական հարթակում գերի է, ուզում է ինքնահաստատվի։ Ինքը շատ հանցագործություններ ունի կատարած, որի մասին ես ուզում եմ մի թեթև մի քանիսի մասին ասել, որը որ չի պատժվել օրենքի կողմից։ Մեկը նա, որ մաքսանենք ճանապարհով ինքը Հայաստանից Ստամբուլ սիգարետներ, այքոսներ, շատ հաճախ տարել է, Ստամբուլում բռնվել է։ Հետո որ բռնվելուց հետո Ուկրաինայից է տարել։ Մինչև օրս իր դատերը Ստամբուլում գնում է։ Ինքը, ասենք, ամբողջ իր կյանքը Ստամբուլում է եղել, իր երեխու ապրուստի միջոցը Ստամբուլով է ինքը ստեղծել, բայց ամեն օր ինձ ասում է, որ ես ազգի դավաճան եմ, որ ես թուրք եմ, ադրբեջանցի եմ, շատ վատ բաներ է իմ անձի հետ կապված ասում, դա էլ բացատրեմ, խի ասում։ Երբ որ ես գտնվում էի Դուբայում ու արդեն հետախուզման մեջ էի, ես ձեզ ասեմ, ոնց է եղել այդ իմ հետ կապված գործը։ Իմ վրա շուտ գործը հարուցված եղել, դե քննիչները ժամկետ ունեն, տարին լռանալու են, որ ոնց որ հաջորդ օրը պետք է ինձ կանչեին, որ իրանց վրա խոսակցություն չլինի, չէ։ 1 տարի հետո եմ ես իմացել, որ ինձ վրա գործ կա հարուցված, ես գնացել եմ Էջմիածնի քննչական, շատ սիրուն բարեհամբույր ձևով, զղջացել եմ կատարածիս համար, նորից էլի երեխայիս հետ է կապված եղել, կալանավայրից զանգահարում է մի տղամարդ, ինչ շանտաժներ է անում, որ երեխայիդ վիդեոն կգցեմ, մեր վիդեոների հետ համացանց, գումար է պահանջում ու տարատեսակ բաներ է ասում, ես զայրացած զանգահարում եմ կալանավայր, բորբոքված, որ սա կալանավայր է, թե մանկապարտեզ է, որ զանգում են, արդեն կալանքը կրող անձը ինչ իրավունք ունի կալանավայրից կրկին հանցագործություն կատարվի, մի քիչ սենց զայրացած խոսքերիս ավելին եմ ինձ թույլ տալիս, այդ պահով գործ են հարուցում իմ վրա, բայց ես իմանում եմ 1 տարի հետո, ես գնում եմ նորմալ, զղջում եմ կատարածիս համար, քննիչը ինձ բացատրում է, եթե դու զղջում ես քո կատարածի համար, խնդիր չկա։ Անցնում է 20 օր, քննիչը ինձ երեկոյան 8:30 զանգահարում է ու ասում է, կներես, ես չգիտեի, դատախազը քեզ մեղադրանք առաջադրել, խափանման միջոց, երեխայի թղթերը կբերես, եթե խնամակալ կա, խնամակալի թղթերը։
Ես նույն վարքյանին սխալ բաներ եմ մտածում, լրիվ ուղեղս ուրիշ տեղ ա գնում, մի անգամից տագնապ է ինձ մոտ առաջանում, երեխայից վերցնում եմ ու փախնում եմ, էլ չեմ մտածում, բա ոնց պետք է ապրենք, ոչ շոր, ոչ կոշիկ, ոչ փող, ոչ մի բան, տան շորերով ուղղակի ես գնում եմ Վրաստան, Վրաստանի ճանապարհից տոմս, հյուրանոց, դերից է գնում ենք Դուբայ։ Երբ որ հասանք Դուբայ, արդեն սենց ստրեսային վիճակ, ինչ եմ անել, ոնց նոր արդեն ավելի ստրեսի վրա ստրես, մոտից գումարը քիչ էր, շատ փոքր համար էի բան արել բուքարել հյուրանոցի։ Ուրեմն շատ վատ պայմաններ, նախ առաջինը դե ես առաջի անգամ էի տենց վատ հյուրանոցում, հետո ոչ մի տիպի փող չունեմ։ Այն որ մի կերպ հասել եմ հյուրանոց, դաժան դե խոսքի դեպոզիտ են ուզում, ասում եմ չէ չունեմ, ոչ ուտելու բան կա, ոչ խմելու բան, ոչ մի բան, 3 օր երեխայից ջուր եմ տվել, 3 օր։ Ոչ մի միջոց չեմ ունեցել, ճիշտ է ունեի ծանոթներ, բայց ուղեղս այդ պահին չէր աշխատում, ես շատ վատ վիճակում եմ, երեխաս լացում է, նայում եմ ոչ ուտելու բան ունի, ոչ խաղալիք, փոքր սենյակում նեղվում է, 50 աստիճան շոկ դուրսը չեմ կարող երախուն դուրս անեմ, ես վատ ստրեսի մեջ։ Ու այդ երկրորդ օրը, այդ մեր գնացածի երկրորդ օրը երեխաս ահա որ ջերմությունը բարձրանում է 41 աստիճան ու սենց ընկել է գետ, ինչի հետ, ոնց որ հոգի տա, շնչահեղձ ալնում։ Ես այդ պահը անգամ ֆիքսել, տեղադրել էի իմ TikTok-յան հարթակում, անգամ այդ տիկին Հասմիկ այդ ժամանակ ասում է երեխային ծեծել է, որ երեխային զոհ բանանի։ Անգամ այդ իմ ցավի մեջ ինքը ինձ էլի ցավ էր այդ պահին ինքը փորձում տալ։ Շատ վատ ստրեսային վիճակի մեջ, որ երեխաս տենց ոչ դեղ, ոչ փող, ոչ մի բան, ոնց որ սենց այլայլված ասում եմ ավելի լավ այս թշնամուց օգնություն խնդրեմ։ Ոնց որ այդ ժամանակ այդ օրերին է, որ ես գնացի հենց առաջի օրվանից մի հատ փաստաբանի հետ էի խոսում։ Ինքն էլ էր ասում, պիտի նենց հանես, որ լսելի դարձնես քո ձայնը անգամ վարչապետին, որպեսզի իմանան քո վրա սխալ տեղն են գործ հարուցել։ Սենց երկար բարակ չասեմ, մեջը սենց ստրես է առաջանում, խիպըտ երեխես այս ամեն ինչը մեջով անցնի, ինչ եմ արել։ Ասում եմ ավելի լավ է թշնամուց օգնություն խնդրեմ ու ասում եմ Ադրբեջանից եմ օգնություն խնդրում, սենց բայց Ապաստան, հա, բայց ոչ թե ինչ որ գնայ, մնայ կամ ինչ որ կգնայ, հասկանում եք, այն որ սենց, չգիտեմ, վախի մթնոլորտում, օգնություն խնդրելու, խղճահարություն թե առաջացնելու, թե լսելու, դարձնելու այդ պահին իմ ձայնը, ես չհասկացա ինչ արեցի։ Իրոք չեմ հասկացա ինչ եմ արել, որովհետև շատ վատ վիճակում էի հայտնվել։ Երեխես աշկի, հո ես չէի գնալ, ես վախենում եմ այդ ազգից, ես կյանքից մեջ մի անգամ իմ 35 տարեկան եմ, կյանքից մեջ մի անգամ մի հատ թուրքի ադրբեջանցու հետ խոսացած շփված երբեք չկամ իմ կյանքում, երբեք։ Չգիտեմ, խի տենց ստացվավ, տենց բան արեցի, որի համար հիմա իրանք ինձ ամբողջ օրը հելնում են, ասում են, որ ես գնացել էի Ադրբեջան էի հանձնել, հասկանում եք, մարդիկ կան, որ չգիտեն ոնց է դեպք եղել, ինչից է եղել այդ ամեն ինչը, լսում են, հասկանում են, ու ինքը շարունակ ատելություն է առաջացնում, ես փողոց եմ դուրս գալի, մարդիկ այդ ամեն ինչը տեսնում են, չեն իմանում ինչից է եղել, իրանք սխալ են այդ ամեն ինչը ներկայացնում, որ պատերազմ գնացած մարդ, երեխա կորցրած մարդիկ, լիք են ցավ ունեցող մարդիկ, թշնամու պես են ինձ նայում այդ ամեն ինչը, որովհետև իրանք ինադու դիտավորյալ իմ անձը այդպես են անում նախանձից ելնելով, որովհետև ես իրոք սիրված եմ։ Ինչ շատ մարդիկ են սիրում եւ հարգում իմ խոսքը լսելի է շատ մարդկանց համար։ Այդ նախանձը առաջացել իրանց մոտ այդ ամեն ինչից։ Ես ուզում եմ, որ օրենքը պատասխանատվության ենթարկի նման մարդկանց, որովհետև սա դիտավորություն է իմ անձի նկատմամբ։ Եթե ես իրոք որևէ 1% քայլ արած լինեի գնալու մեր թշնամու երկիր, մինչև օրս ինձ ազգային անվտանգությունը իմ արած արտահայտության համար չի հրավիրել բացատրություն պահանջի, որովհետև այդ մարդիկ պարապ չեն, այդ մարդիկ գիտեն, այդ մարդիկ ստուգում են ամեն ինչ, հասկանում են կապ ունի, չունի, ես ընդհանրապես կապ չունեմ, բայց տվյալ կինը, որ ինձ զրպարտում է հաճախակի նման բաներ, թող ճշտեն ինքը ինչերով է զբաղվել Ստամբուլում։ Եթե ինքը շորի իր ասելով, որ ինքը մենակ շորի գործար է, շոր բերող տանողին ով է դեպորտ անում Թուրքիայում ու մինչև օրս Թուրքիայում ինքը դատերի մեջ է, ում են անում, ոչ մեկին։ Այսինքն հերիք չի ինքը մաքսանենք ճանապարհով Երևանից Թուրքիա տարել է իր ապրանքը, հետո Ուկրաինայից Թուրքիա, չի պատժվել, ոչ մի բան չի արել։ Հիմա փորձում է մարդկանց, ոնց ասեմ ձեզ, ոնց որ ինքը ինադու դրթի մարդուն, Մարդ Միքայելյանի գնա բողոքի դատի տա փող պահանջի։ Ես այս տպավորությունն եմ ստանում այս մարդուց։
Հիմա դուք այսքան պատմելուց հետո, այսինքն դիմել եք մի քանի քննչական, ոստիկանություն, ոչ մի քայլեր չեն ձեռնարկել, այդ թվում մի քանի օր առաջ այս տիկին Հասմիկը, մի քանի օր առաջ էլի նույն ձևի ոնց որ համացանցի մարդկանց է տրամադրում իմ անձի հետ, որսացել է գտել է մի հատ տղայի, ով 20 տարի հանցագործ է նստել, հելել է դանակահարություն, տարբեր տեսակի խնդիրներով, ընդհանուր 20 տարի նստած հելած է այդ տղեն։ Այդ տղեն ինձ գրել է սպառնալիք պարունակող նամակ, սոցիալական հարթակում սպառնացել, վիրավորել է իմ անձը, նշելով, որ ես Հասմիկին վիրավորել եմ դրա համար։ Այսինքն ինքը մարդկանց, հանցագործներին ուղղորդում է, որ ինձ վնաս տան, ինձ թեմաների մեջ ներքաշեն, հասկանում եք, ինչքան էլ ես լուռ մնամ, հասկանամ, որ ինձ պետք չի սխալ քայլեր անել, ու իրանք տեսնում են, որ ես փոխվել եմ, իրոք ես փոխվել եմ, ժամանակին շատ սխալներ եմ արել, ես չեմ ուզում կրկին անգամ իմ սխալները ես կրկնեմ, այդ իսկ պատճառով դիմում եմ օրենքին, բայց ես տեսնում եմ, որ օրենքը հավասար չի բոլորիս առաջ։ Երբ որ քննիչ ինձ զանգեց, երբ որ Դուբայում է, ինձ ասեց 18 ժամից չներկայանաս քեզ հետախուզում կդնեն, ես շատ սիրուն ձևով խնդրեցի, ասի ես տոմսի գումար չունեմ, կլինի ես վաղը գամ, ասեց ոչ, չի լինի, 18 ժամ, իրոք չէի կարա գայ, ու հետո թռիչք չկար նույն օրը, որ ես հասցնեի գայ, չէի կարա գայ, իրենք ինձ հետախուզում դրեցին, ես ոչ հետախուզման դնելու համար եմ քննիչին վիրավորե կամ ինչ-որ մի բան, ես մայր եմ, որը տեսել եմ երեխես այս վիճակին, ոնց որ մուրս իրանից եմ անել, սխալ եմ արել, ինքն էլ ջահել աղջիկ, կապ չունի, ինքը օրենքի աշխատող կին է, սխալ եմ արել, հանրային ներողություն եմ խնդրել, կրկին անգամ ներողություն եմ խնդրում, զղջում եմ արածիս համար, որովհետև իրա ձեռքերում չի եղել այդ ամեն ինչը, իսկ ես սխալ եմ այդ պահին պատկերացրել, քանի որ օրենքը ճիշտ չեմ հասկացել, պարտավոր չեմ օրենքը ճիշտ իմանալու, այդ պահին մայր եմ, ստրեսի մեջ եմ եղել, ոչ թե դիտավորյալ, ոնց որ տիկին Հասմիկն է ինձ անում, դիտավորյալ ոչինչ չեմ արել, հասկանում եք, ստացվել է, մարդ ենք, բոլորս է կարող ենք սխալվել, բայց չի կարելի իմ սխալի համար հիմա ինձ ավելի լավ էր ես գնայի նստեի, քանց թե այս մի տարին, այս ամեն ինչի մեջով ես անցնում եմ, իրոք իրանք ինձ հոգեկան շատ մեծ ստրեսների են պատճառում, սկսած ձեր լրատվական դաշտից լրագրող, որը որ ինձ քաջ շատ լավ ճանաչելով, շատ քաջ գիտակցելով, իմանալով, իմ խնդիրների մասին, իմ տուն գնալ գալով, երբ որ ես Դուբայում էի իմ հետ այս դեպքը կատարվեց, ինքը ոնց որ իմ հանդեպ թարսվեց, որ ես իր լրատվականին հարցազրույց չտվեցի, այլ ուրիշ լրատվականին, ասես թշնամանք իմ անձի հետ կապված ստեղծեց, անցավ երկար ժամանակ, երևի լսարան չուներ, էլի այդ լրագրողը, դրեց նույն այդ իմ Ադրբեջան, ես իմ ինչի թեմաներ ու նույն ատելության կոչերը իմ անձի հանդեպ արեց, այն տիպի ոչ թե ես ինչ-որ ինադու արեցի, ինչ-որ մի բանից պլստալու համար, բայց այն որ համբերությանս բաժակը լցվել էր, ես էլ ինքը 10 օրից ավելի ինձ նենց տերորի է ենթարկել, 10 օր շարունակ ես զանգարել եմ ոստիկանություն, 10 օր շարունակ ոչ մի միջոցներ չեն ձեռնարկել, ինքը գնացել է այն վրա բողոքել է, նույն օրը ինձ կանչել են, ճիշտ է, ոչ մի գործ չեն հարցրել, որտեվ ես ոչինչ չէի արել, բայց 10 օր հետո, երբ որ ես արդեն սպառվել էի, սկորին ամեն օր գնում գալիս էր մեր տուն, արձանագրում էր ամբողջ ձախ կողմի սրտիս աշխատանքը բլոկավորված ձախ կողմից, շատ վատ ստրեսային վիճակում, երեխաս տունը չէր, պատկերացրեք, այդ օրը զանգահարել եմ 102, տվել եմ դայակից տվյալները, խնդրել եմ, ասել եմ իմ երեխային դայակիցս բացի ոչ ոքի չտաք, ամբողջ տան գազերը բաց եմ թողել, որ ես ինքնասպան լինեմ, եկել են սա հոտով, ամեն ինչով, սկորին ինձ շատ վատ, արձանագրել է, որ ես շատ վատ վիճակում եմ, դրդել է ինձ ինքնասպանության, ու հիմա ինքը այս նույն տիկին Հասմիկի հետ կապված է, որովհետև այդ տիկին Հասմիկը հելավ ասեց, որ լրագրողը իրանից իմ մասին ինֆորմացիա է ուզել, չի տվել, բայց սխալ արել, բայց ակնհայտ ես տեսնում եմ իր ուղիղ եթերների ժամանակ, զանգեր է գալիս, երբ որ ինքը լրագրողի անունն էր շահարկում, զանգեր է գալիս, որ ստոպ մի խոսա, զանգի այն կողմից լսում եմ ով է, հասկանում եք, պարզ ես տեսնում եմ ինչ է կատարվում, այսինքն հիմա երբ որ իրա վրա գործ հարուցվեց, ինքը չի անում, ուրիշն է անում, ու այսենց երկրորդ, երրորդ անձանցով իմ անձին դրդում են տարբեր տեսակի քայլերի, նույնը Հասմիկը, ասենք ինքը ինձ անում, ուզում է ես իրան պատասխան չտամ, ես մարդ եմ, ես կարամ մի օր
շատ վատ պատասխան տամ, քանի որ ես դիմել եմ օրենքին, ապացույցներով, քանի հատ իր արած հանցագործություններից, քանի անգամ դիմել եմ, ոչ մեկը չի պատժվել։ 24 թվին, որ ես այդ հետախուզմանը ժամանակ, երբ որ ինքի հետ իմ վիճակը տեսնելով այդ Ադրբեջանի իմ արած այդ սխալ արտահայտության բանը, բայց ես սաղին բացատրել էի, բոլորը գիտեն այդ մասին, բոլորը գիտեն։ Ինքը այդ օրերին անգամ ջանք չէր խնայում ինձ ստրեսի ենթարկել։ Այդ օրերին ինքը ամբողջ օր ուղիղ եթեր էր բացում, ծաղրում էր, որ ես իմ երեխայի պամպերսի գումար եմ հավաքում, շատ վատ բաներ էր անում։ Էջ էր բացել, որտեղ որ տեղադրում էր վիդեոները, ինձ գրում ասում էր հել Հասմիկ Էդյանից, Էդյանա իր բանու գրած սոցիալական հարթակում, ներողություն խնդրի, վիդեոները կփակեմ։ Ասում եմ, բայց ես ինչ եմ արել իրանից ներողություն խնդրեմ։ Ամենավերջին ձև իրանք ուզում էին ինձ կոտրեին, ստորացնեին։ 2024 թվական, երբ որ ես իմ կապերով այդ էջը փորձեցի կոտրել, այսպես են ասում, ու տեսնեմ այդ ինչ էջ է, ինչ համարով է բացված, ուրեմն ես ձեզ ցույց տամ, նայեք, իր հեռախոսահամարով անձնական ինչ էջ է վարել ինքը, Վարդան Ղուկասյան.օֆիցիալ էջը եղել է Հասմիկ Էդյանի մոտ։ Ոչ մոքին է գաղտնիք չի, ժամանակ առ ժամանակ ինքը զանգահարում էր Վարդան Ղուկասյանին ուղիղ եթերների ժամանակ եւ այսպես ասած ինֆորմացիաներ էր տրամադրում։ Այս էջի վերաբերյալ ես դատախազություն բողոք եմ ներկայացրել, ապացույցներով տրամադրել եմ, քանի որ ես հետախուզման մեջ եմ եղել ու քննիչի հետ իմ խնդիր է եղել, իրանք ուղղակի գործ չեն հարուցել։ Բացի ինձանից երկու քաղաքացիներ, Իսրայելի եւ Մոսկվայի քաղաքացիներ, որոնց գործը նույնպես դատախազությունը գործ չի հարուցել տվյալ անձի հետ կապված։ Ես կարող եմ ձեզ տրամադրել վիդեոներ, որ այս աղջիկը ժամանակին հավաքներ արել մեր հիմիկվա վարչապետի համար, մարդկանց է հավաքագրել, ցույցեր են արել։ Երևի, որ ինքը հավաքներ է կազմակերպել, չգիտեմ, ակտիվիստ է եղել, երևի իրան դրա համար են տեղ տալիս մեր երկրում։ Ես այդպես եմ կարծում։ Հիմա պատկան մարմիններից ինչ ակնկալիք ունեք եւ ինչ պահանջ ունեք։ Ակնկալիք ունեմ, որ ու պահանջ ունեմ, որ օրենքը պետք է լինի բոլորիս համար հավասար։ Նույն հոդվածով, որ ինձ տարել են դատարան, 100 անգամ ավել, համ երեխայիս են վախացրել կամերաների առաջ, դիտավորյալ եկել են, վախացրել են իմ երեխային, ստրես են պատճառել, ինքը չէր եկել ոչ թե վախացնել, ինքը եկել էր ինձ հրահրել, որ ես իրան խփեի, հասկանում եք, իմ տեսակը գիտի, ձեռքը տանում է երեխայիս քթին, ասում է քո պես սատանա չեմ, թե չէ կբռնեի, ասում է շունչը կկտրվեր, հասկանում եք, ինձ դրդել է, որ ես կամերաների առաջ իրան խփեմ, քանի որ դատերի մեջ եմ, խափանման միջոց է իմ փոխեն։ Այս մարդը իմ կարծիքով մի քանի մարդկանց կողմից ուղարկված է, այսպես ասած, իմ անձի վրա, որպեսզի նման բաներ անի։ Եթե ես լինեի, հավատացած եղեք, ես շատ քրեական գործեր էին վրա եղել ժամանակին, եթե ես լինեի, ես ձեզ ազնվությամբ եմ ասում, մի ժամում ինձ կկանչեին պատասխանատվության կենթարկեին, ոնց որ նախկինում ա եղել, միշտ եղել է, նույն օրը զանգել են, մեղադրանք են առաջադրել ինձ, խափանման միջոցներ, չգիտեմ ինչեր, շատ եմ անցել էլի, շատ լավ գիտեմ, բայց 1 ամսից ավել է դիմել եմ երեխայի հետ կապված, այսինքն մեր երկրում մարդու իրավունքները պաշտպանված չեն, մեր երկրում մարդուն նայում են իր հագուստով, իր ամեն ինչով, հասկանում եք, մեր երկրում այդ ամեն ինչը կա, չկա, մարդու իրավունքները պաշտպանված չի մեր երկրում, եթե ես բաց եմ հագնվում, ուրեմն ես վատ մարդ եմ, всё, այս բանը կա կարծրատիպը մեր երկրում, բայց լավ, օքեյ, ես մի կողմ, երեխայիս վրա է, չէ, այդ ամեն ինչը ազդել, երեխայիս եկել է ակնհայտ վախացրել, սպառնալիքներ, հայհոյանքներ, ես իմ երեխայի հետ կապված այնքան չափված ձևված եմ, որ ես անգամ իմ տոնը, իմ երեխայի մոտ իրա վրա չեմ բարձրացրել, բայց ինքը ով է, որ գա իմ երեխային վախացնի ու շարունակի իմ անձը հրահրել, որ ես գնամ, քայլերի դիմեմ ու իմ երեխան մնա առանց ինձ, իրանց ուզածը դա է, ես ուզում եմ, որ ոստիկանությունը, քննչականը համապատասխան ձևով իրան հասանելի պատիժը իրան տա, այդ ես կներեք, հայհոյանքի համար կարամ ես մի տարի այս ստրեսի մեջ սահմանս փակ, չեք թողում երկրից գնամ, գոնե գնամ, մի քիչ լիցքաթափվեմ, ստրեսի վրա ստրես, մարդ եմ, կարող եմ մի օր էլ չդիմանամ, կամ ինձ, կամ չգիտեմ ում, վերջը վատ լինի։ Դրա համար ինձ ասել էին դիմի օրենքին, առաջվա պես չապրես, դու ինքդ չգնաս հարցեր չլուծես մարդկանց հետ, դիմել եմ, ուր է պատասխան չկա։